աշխարհը բաժանվել է երկու մասի՝ ժողովրդավարների եւ բռնապետերի։ Եվ աշխարհի այս վերջին շրջանի բոլոր պատերազմները այդ հիմնասյունն ունեն, այդ հիմնակարի վրա են։ Երկրորդ կար Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, որի լուծումը բոլորը մտածում էին, որ Ռուսաստանում է ու դրա այն մանկետը Մոսկվան է եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանում, բայց այդ փաստաթուղթը վերջնական ստորագրվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Եվ սա աշխարհի ուշադրության կենտրոնում է, սա Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության եւ նրան նախագահ Դոնալդ Թրամփի ամենախոշոր ձեռքբերումներից մեկն է եւ նաեւ այս պատճառով է, որ աշխարհը ուշի ուշով հետևում է այս գործընթացներին եւ ես կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհը ամբողջությամբ շնորհավորելու է հաջորդ ընտրություններում հաղթած քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ես համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 50+ հավաքելու է, ինչը այդքան էլ լավ չի, ես կցանկանայի, որ կոալիցիա լիներ եւ այդ դեպքում ավելի արդյունավետ կլիներ, բայց 50+ հավաքելու է։ Եվ եթե ուզում եք, որ հաջորդ խորհրդարանը չլինի այսօրվանու նման ու հաջորդ խորհրդարանում լինել ուժեր, որոնք թե քաղաքացիական պայմանագրին, թե ռուսական թևից եկած ուժերին կփորձեն բերել աշխատանքային դաշտ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում վեճը իրականացնել, ապա այդ դեպքում կհորդորեի, կխնդրեի, որ իրենց Քվենտան Հանրապետություն կուսակցությանը տան մեզ եւ ես միանշանակ երաշխավորում եմ ձեզ, որ մենք այնտեղ օրինաստեղծ աշխատանքով ենք զբաղվելու, ինչը ձեր բոլորի շահերից է բխելու։